բարի լույս սիրելի հետևորդներ, այսօր երկուշաբթի է եւ ես առավոտվանից սպասում եմ, որ պիտի մեր տուն գային այցի։ Բանից պարզվում է ոչ թե այցի են գալու, որը նախորդ վլոգում արդեն ասեցի, այլ կոնկրետ եկել են աշխատանքներ են անում եւ խոհանոցի լվացարանն են փոխելու։ Էլեմաշ մեր բնակ բաժինը տարբեր կազմակերպությունների հետ պայմանագրեր ունի կնքած եւ ամեն մի աշխատանք անելու ժամանակ նրանք տվյալ կազմակերպության մարդուն են ուղարկում, որն էլ պիտի աշխատի։ Մեկ տղամարդ էր արդեն 10 անց կեսեր եկավ եւ շատ արագ տեղադրեց։ Ես ձեզ ասեցի, որ մեր բաղնիքի վերանորոգումն էլ տվեց 3 օր ու կես, իրենք աշխատում են շատ արագ, որն էլ ինձ միշտ զարմացնում է։ Բնականաբար իրենք կազմակերպություն են, տարբեր տեղեր էլ գործ ունեն, բայց ես արդեն գիտեմ, որ եթե առանձին գալիս են, դա էլ ենք տեսել, ինչքան երկար է օրը անցնում, երկար օրեր են տևում որևէ վերանորոգում անելու համար։ Այնպես որ մի ժամ էլ չտևած, ընդամենը մի ժամ երևի, այդ ընթացքում մինչև ես լվացարանի տակը մաքրեցի, ահա որ էր 20 տարի է տակը չէր մաքրվել, էլի, դե ամրացրած էր, երբեք դա չէինք շարժել։ Մի խոսքով Ժորժ ջան, տեղը տեղին մաքրեցի, հիմա այդ մեջի բաները դեռ տարբեր տեղեր շարած է, որպեսզի լավ չորանա, հետո հիմնական տեղը դրվի, այս պայն կարծես թե մի փոքր ինչ-որ թեքություն էլ ունենա, դա հետո այդ տակի մասով կարենը կողի։ Ամեն դեպքում շատ գոհ եմ, արագ կատարեցին, սպիտակ մաքուր ստացվեց, հիմա ձեզ ցույց տամ, դուք էլ նայեք։ Ահա եւ մեր նոր լվացարանը, տեսեք ինչքան լավ է, սիրուն մաքուր, սազում է մեր կահույքի գույնի հետ, նոր է կպցրած, պետք չէ ջուրը բացել, այնտեղ էլ բան է դրել, որ ամուր լինի, վաղը կհանեմ։ Ահա այսքանը հեռվից էլ տեսեք ինչքան լավ է ստացվել։ Եվ հիմա սպասում եմ, որ Կարենը տուն գա եւ մենք գնալու ենք առևտրի կենտրոն։ Անգլո թաղամասն են գնալու, այնտեղի առևտրի կենտրոն են գնալու։ Նոր խանութ էր բացվել, որը շատ մոտ է Լիլի բնակիչների համար։ Եթե դուք գիտեք, թե Ստոկոմանին ինչ է, ապա շատ ավելի լավ։ Ուրեմն գնումներ էինք արել եւ 10 եվրոյի զեղչ ունեինք։ Հենց այսօր պիտի գնայինք։ Ինչու հենց այսօր, եթե ուրիշ օր լիներ, այդ օպցիոնը չէր գործի։ Ամեն դեպքում, բացի դրանից գնումներ էլ ունենք անելու, գնանք այնտեղ, տեսնենք ինչ է, դե արդեն ձեզ պարզ է, թե ինչ խանութ է, շատ հարմար գներ են, ուտլետային գներ են, այսպես ասեմ, բացի այդ փոքրիկ գնումներ ունեմ, դե ասել եմ, չէ, ձեզ սյուրպրիզ ունեմ անելու հետո կասեմ, փոքրիկ նաև նվերային այդպիսի գնումներ էլ ունեմ, գնանք տեսնենք ինչեր կա, ինչ կգնեմ։ Օրը երկուշաբթի է, եղանակը առանց արևի է, որը որից դուրս չի գալիս, դե բնավորությունս էլ անհանգիստ է, հատկապես որ այսօր պիտի գային, 9-ից 10-ին պայմանավորվել, մի քիչ ուշ եկան, մի քիչ ժամի չափով 10-ից հետո գրեցին, որ 10-ին կգանք, եւ այսպես շատ խառը օր է սկսվել, բայց լավ էր, որ առաջի կեսը շատ լավ ավարտ ունեցավ, վերջապես մենք ունեցանք մեր մաքուր լվացարանը։ Հետո արդեն վերանորոգման աշխատանքները որ անենք, ըստ դրա էլ արդեն փոփոխություններ պիտի անենք եւ արդեն շատ մաքուր վիճակով դուք վերջապես կտեսնեք մեր խոհանոցը, որի համար ես շատ եմ նեղվում ազդում։ Երբեմն մտածում եմ, որ դա իմ բնակարանը չէ, ինչու եմ չարչարում անում, բայց մեկ մտածում եմ, դե ես եմ ապրում, ոչինչ։ Իրենք փաստորեն ոչինչ չարեցին։ Ես հույս ունեի, որ գոնե հատակը կամ գոնե ինչ-որ մի բան կանեն, փաստորեն չարեցին։ Միայն խոհանոցում փոխեցին լվացան։ Դե էլի լավ է, որ բաղնիքը լրիվ վերանորոգեցին։ Այնպես որ սիրելիներս տեսեք այդ վիճակը ոնց ավարտվեց եւ արդեն ես դուրս եմ գալիս կմիանամ ձեզ հենց այդ խանութում հատվածը ցույց կտամ, որպեսզի դուք էլ կողնորոշվեք, թե որտեղ է գտնվում այդ խանութը։ Որից հետո եթե ժամանակս ների մանգոյից բերած շալվարը պիտի տանեմ հետ տամ, որովհետեւ ահա որ էր լայնությունը, շատ լայն էր եւ շատ երկար էր։ Դե հա գիտեմ, որ երկարները մի քիչ պիտի այդպես կախվեն էլ, բայց շատ էր, մինչև կտրեի ձևից միգուցե կընկներ։ Ամեն դեպքում տանելու եմ մանգո հետ տալու, հետս կվերցնեմ միգուցե այդ տարածքում մանգո լինի, այնտեղ էլ կփոխեմ ցանկացած խանութում այլ ետ տալ։ Դե այսքանը սիրելիներս, այս պահի համար սա, այլ առանձնապես նորություններ չունենք։ Նորությունները կիմանալ մի քանի օրից։ Хорошо.
Ահա այս խանութի մասին է խոսքը, Ստոկոմանի, եւ այն մեծ տարածում ունի Ֆրանսիայի տարածքում, երևի թե ամեն քաղաքում էլ կլինի։ Տեսեք, անգլոթաղամասում է գտնվում առևտրի կենտրոնի աջ կողմում, մյուս կողմում էլ Օշանը եւ մնացած բոլոր խանութների ցանցերն են։ Այստեղ ամեն ինչ էլ կա, բութն էլ կա, կահույքի սրահ է։ Մտնենք, տեսնենք ինչեր կա։ Փաստորեն արդեն տոնական տրամադրություն է այս խանութում, նոր են ստացել խաղալիքները եւ հետաքրքիր է շղթաները։ Տեսեք, հիմա մոտենամ։ Երբեք չէի տեսել նման շղթաներ, երևի այս տարի նման ձևով են դասավորել եւ ինձ շատ դուր եկան։ Ահա, շատ սիրուն է։ Ովքեր նոր են գնելու տոնածառ, այստեղ տոնածառներ էլ կան, կարող եք շտապել։ Ինչու եմ ասում, որովհետև շատ ֆիրմային խանութների ապրանքներ այստեղ վաճառվում են մատչելի գներով, ինչպես նաև խաղալիքները եւ տոնական բոլոր զարդարանքները։ Ամեն ինչ նոր է, ցուցադրվում է, բայց ես նման գնումներ դեռ հիմա չեմ նախատեսել, սա էլ շատ սիրուն թավշյա խաղալիքներ էին։ Սա էլ սովորական արդեն շղթաներն են, սրանից էլ ես ունեմ, ամեն տարի նորացնում են փաստորեն նոր մոդելներով, ահա եւ ձմեռ պապիկները, եթե հիշում եք անցած տարի ես ձմեռ պապիկ գնեցի, բայց չեմ հիշում որտեղից գնեցի, ունեմ շատ մեծը։ Նման թխվածքաբլիթներ կան, փաստորեն արցանիկներն էլ են պատրաստել, դե զինվորիկներն էլ կան, մի խոսքով շտապեք այս խանութը, գնումների տոնական, ամեն ինչ տոնական է, հիմա շրջվեմ մյուս կողմներ, տեսնեմ ինչ կա, տեսեք ինչքան մեծ սրահ է, ահա այստեղ էլ դրված են ձմեռ պապիկները եւ ուրիշ թզուկներ, արջուկներ, տեսեք ինչ սիրուն ձմեռ պապիկ է, շատ սիրուն են, լրիվ տոնական տրամադրություն են հաղորդում, ահա անցնենք մյուս կողմը, տեսնենք այս կողմում ինչեր կան, իհարկե տոնականն եմ ուզում ցույց տալ բացառությամբ, ամեն ինչ դեկորացիաների համար, գինն էլ մատչելի, կամ էլ տեսեք դուք ինքներդ նման տիպի դեկորացիաներ պատրաստեք, այս կողմում էլ խաղալիքներն ու սփռոցներն են, էլի տոնական, Նոել այստեղ Սուրբ Ծնունդին են ասում, կարմիր գույնը ավելի սիրուն է, չէ, տոնական սեղան ստեղծելու համար 11 եվրո արժե, չափերը գրված են, կարող եք էլի շտապել առնել, գունավոր թղթեր, մի խոսքով գրավիչ է ամեն ինչ, անցա մյուս բաժինը, որտեղ էլի շատ լավ շամպուններ է ներկայացված, սրանք է 4 շամպուններն են, այստեղ ավելի մատչելի էր, քան մյուս խանութում նորմալում, որ ես ձեզ ցույց եմ տվել, տարբեր տեսակի, տարբեր մազերի շամպուններ են, ահա, ամեն ինչ, երևի թե նոր են, գիտեք, ապրանք ստացել, քանի որ երբեմն այդքան էլ շատ չի լինում։ Ահա ինչ եմ գնել, իհարկե նվերներ են լինելու, շատ հարմար գին է այդտեղ եւ ժամկետը շատ երկար է, կարող եք նաեւ դուք էլ գնել, տարբեր տեսակի կային, ինձ սա հետաքրքրեց եւ աչքերի կոնտուրներ, երկու գույնի, բաց եւ մուգ, սրանք տուշեր են, գերչակի յուղով, որը շատ լավ է աչքերի համար, շրթներկ է, փայլուն շատ սիրուն էր, սա էլի հարդարման համար է, դիմահարդարման համար, սա նույնպես դիմահարդարման համար է, այստեղ բաներ կա, որ թորնիկիս է պետք, մի խոսքով այսքանը, մի քանի բան էլ գնել ենք, արդեն տեղավորեցի ձեզ ցույց տալու չէր, վերնաշապիկը, որ իմ տղա թորնիկի համար եմ գնել, տեսեք ինչքան, ինչքան սիրուն է, այսօր իր ծննդյան օրն է, և նվեր է գնել իր տատիկը, իր թորնիկին ցանկանում է առողջություն, երկար տարիների կյանք, ովքեր ինձ ավելի մոտիկից գիտեն, որ ինչքան եմ կապված իմ թորնիկների հետ, հատկապես Վարդգեզիկի հետ փոքր ժամանակվանից, երկուսին էլ պահել եմ,
ոչ թե որ թորնիկներ ես սիրում ես, այլ որ առանձնապես շփվում ես, իրենք լավն են լինում, չէ, դու միշտ երջանիկ ես լինում, եւ արդեն իմ փոքրիկ Վարդգեզիկ այսօր ուսանող է, բժշկականի երկրորդ կուրսում է սովորում, էլ փոքրիկ չի, բայց ինձ համար մշտապես փոքրիկ է։ Շնորհավոր ծնունդդ իմ գանձ, իմ հպարտություն, իմ ուրախություն, պաչիկներս քեզ սիրելիս։ Դե սիրելի հետևորդներ, ինչ ասեմ, հիմա դուրս եմ գալիս գնամ մանգո, շալվար եմ վերցրել հետ տամ, անցած տեսանյութում տեսակ, եւ այնտեղից կմտնեմ, չգիտեմ որ խանութը կմտնեմ արդեն, ու արդեն գործի գնալու ժամանակը կլինի, այս պահի համար այսքանը, կհանդիպենք։ Այս հսկա հիպերմարկետում շատ խանութներ կան եւ գտնվում է քաղաքի կենտրոնում, մշտապես շատ մարդիկ են լինում, ամեն անգամ փոխվում են խանութները, մտնենք ճապոնական Ունիկլոն եւ փորձենք այս ջինսե շալվարը, որը կարծես թե հենց իմ համարովել է, շատ թեթև է, շատ հարմար է, տեսեք, կարծում եմ կհավանեք, ես սա կվերցնեմ հաստատ, տանը կփորձեմ մեկ անգամ եւս, իհարկե այդ ձևով, ահա, գույնը մուգ գույն է, կարծում եմ լավ է, ահա, սա էլ Ունիկլոյի ջինսե շալվարը։ Ոչ մի անգամ հետ չեմ տվել, ինչ-որ բան որ գնել եմ, բայց այս շալվարները տարավ բերեցի, հետ տվեցի մանգոյում, Ունիկլոյից վերցրեցի, տանեմ տանը նորից փորձեմ, տեսնեմ ոնց է լինում, եթե չէ, էլի կբերեմ, հետ կտամ, այսքան բան։ Համեցեք սուրճ խմելու, սև շոկոլադով, նարնջով եւ մանդարինով։ Տեսեք, մենք ունենք տարբեր մրգեր, բայց այս պահին ես չեմ կտրել։ Նման մրգերը միասին ուտելը նշանակում է, որ որևէ վիտամին չենք ընդունում։ Երեկոյան էլ կակտուսի միրգն եմ կտրել, այս անգամ շատ փշոտ չէր եւ շատ համեղ է, պարզապես կորիզները շատ են, բայց համը արտակարգ է, ինձ շատ դուր է գալիս։ Հիմա էլ ցույց տամ ձեզ իմ շալվարը։ Allez, fais un petit défilé. Yes, so the star is born. Նկարողը ֆրանսիացի ընկերուհիս էր։ Սիրելի հետևորդներ, հիմա ձեզ մի լավ հնարք եմ սովորեցնում, միգուցե բոլորդ գիտեք, բայց քանի որ այս պահին ես իմ շալվարներն էի ծալում պահելու համար, այսինքն այս ձմռան ընթացքում այս շալվարները չեմ հագնելու, դե ես սովորություն ունեմ մշտական իմ օգտագործման շալվարները, որ ամեն օր հագնում եմ, դնում եմ աթոռի, այդպես ուսին, մի քանիսը, որոնք որ ամեն օր հագնում եմ փոխելով, իսկ որոնք որ արդեն պահելու եմ, ունեմ տարբերակ, թե ինչպես եմ ծալում եւ դասավորում, բայց քանի որ այդ արկղերը լրիվ արդեն լցված են, ավելի հեշտ տարբերակով եմ ուզում ձեզ ցույց տալ, թե ինչպես ծալել շալվարները ամենահեշտ ձևով, կախել, այդպես ավելի լավ է, չեն ճմրթվում եւ չեն էլ սահում ընկնում։ Շատերը բողոքում են, չէ, որ կախիչներից ընկնում են շալվարները։ Ես այս ձևով կախում եմ, երբեմն հենց այդ կախիչի վրա ինչ որ մի վերնահագուստ եմ ավելացնում եւ այդպես ամբողջ ձմռան ընթացքում շատ հանգիստ մնում է։ Դե տեսեք թե ոնց եմ անում։ Կարծում եմ սա շատ օգտակար կլինի շատերի համար։ Դե գնացինք ծալելու։ Ահա եւ այն շալվարները, որոնք ես պիտի պահեմ պահարանի մեջ։ Մի քանիսն են, ամառայիններ են այս երկուսը, սա էլ միջին սեզոնի եւ այս բարակ ջինսն է, որ չեմ հագնելու, դե արդեն նոր ջինսը գնել եմ, աշնանային նա կհագնեմ։ Եվ կախիչները, որ պարտադիր պիտի նման տեսակի լինեն, այստեղ էլ կախելու եմ։ Ուրեմն ինչպես ցույց տամ, որ հեշտ լինի, թե նկարելով, թե ուրեմն ծալելով։ Փորձեմ այսպես։ Ուրեմն կախիչը դնում ենք այստեղ։ Անց ենք կացնում մեկ կողմը, ինչքան որ ուզում եք, ահա, անց կացրեցինք, տեսեք, հիմա շրջելով այսպես, գալիս է սա սրա վրա շատ սիրուն նստում, և արդեն այս մյուսն ենք անց կացնում,
Տեսեք, նույնիսկ մեկ ձեռքով շատ հեշտ է ու հնարավոր։ Ահա, տեսեք սիրելի հետևորդներ, չի սահում, ինչքան էլ որ թափահարում եմ, և շատ ամուր մնում է։ Անցնենք հաջորդին, էլի նույն հաջորդականությամբ դնում ենք այստեղ, բերում ենք, ծալում ենք և շրջում ենք։ Չափը արդեն դուք կնայեք, շրջելուց հետո այս մյուսն ենք բերում։ Այս տարբերակով նորից եմ շեշտում, երբեք չեն սահի ձեր շալվարները։ Լավ լայֆխակ է, չէ՞։ Ահա, սիրելիներս, նման ձևով կախում ենք պահարանում և արդեն հաջորդներն եմ անում։ Սա էլ սև բարակը, ահա, հանգիստ մնում է։ Եվ արդեն վերջինը։ Վերջինն էլ նույն ձևով էլի դնում ենք և նույն գործողությունը կատարում ենք։ Եվ վերջ։ Եվս մեկ լայֆհակ ձեզ ասեմ, շատերս մաղը լվանում ենք, հետո պարզաճրելիս մի տեսակ դժվարանում ենք, որ ջուրը բոլոր կողմերով չի անցնում։ Գդալը դնում ենք այսպես և ջուրը արդեն տարածվում է բոլոր կողմերը, հեշտ մաքրվում է և պարզաճրվում է, ահա տեսեք, ինչքան հեշտ տարբերակ եմ ձեզ առաջարկում։ Կարող եք ինքներդ էլ փորձել և կհամոզվեք։ Երկու լայֆհակ մեկ տեսանյութում։ Եվ վերջ։ Հետևորդներից խնդրել էին նաև ցուցադրեմ մազերի այն փոշին, որը գունավորում է թափված մազերի հատվածը և ծածկում է։ Ահա արտաքին տեսքը այսպիսին է, հիմա բացենք։ Տակի մասը սա է դրված, պտտելով հանում ենք, մի փոքր այսպես պունկանման է, և արդեն բնականաբար թաթախելով, այս հատվածը քսում ենք մազերի նոսր հատվածին, և շատ լավ ծածկում է, ահա, բայց հիմա գնալու ենք խանութ, նորմալ խանութը, որտեղից որ ես սա գնել էի, տեսնենք կա, թե չկա, քանի որ վերջին ժամանակները գրեթե չեմ կարողանում գտնել սրանից, ամենալավ միջոցն է սա։ Ջան, գնում եմ այդ նորմալ խանութը, մի հատ է նոսիբ է, պարֆումերի այն խանութ պիտի մտնեմ, բայց այդտեղի գնումս ձեզ ցույց չեմ տալու, որովհետև անակնկալ է։ Իսկ նորմալ խանութում ինչ որ տեսնեմ, ինչի համար որ գնում եմ փոքր ինչ որ դատարկ տուփեր եմ պլաստիկից ուզում գնել, դրանք որ գնեմ, տեսնեմ ինչ նորություններ կա, այդ դրանք ձեզ ցույց կտամ։ Սա մեր քաղաքի օպերայի հրապարակն է, սա այլ օպերայի շենքն է, շատ գեղեցիկ է, 19-րդ դարում է կառուցվել իտալական ոճով և ճարտարապետն էլ իտալացի է։ Ուրեմն օպերայի հրապարակից դեպի աջ փողոց է և գնում ենք դեպի այդ նորմալ խանութը, որտեղ էլ հիմա տեսնենք կա դրանից թե ոչ, նայեցի տեսա չկա, սա էլի պուդրայի նման է, որ մազերին ծավալ է հաղորդում։ Երևացողներն էլ են սպրեյներ ծավալ հաղորդող։ Կարճ ասած մազերի խնամքի շատ միջոցներ կան այս նորմալում, կարող եք գնալ և ընտրել ձեր հարմար անհրաժեշտ միջոցը։ Տեսնում եք ինչքան շատ կան, նաև կար ներքևում սպրեյ ներկեր, որոնք արագ են էլի ներկում մազերը, ահա այդ մուգ գույներն էին։ Ինչ գնեցի նորմալ խանութի, տեսեք այս փոքրիկ տուփերն են, որոնք շատ հարմար են ճամփորդելիս և ընդհանրապես եթե որևէ չափի կրեմ կամ ինչ որ մի բան մեծ է լինում, փոքրի մեջ լցնելով շատ հարմար է տեղափոխելը և իհարկե դեմքը մաքրող այս բամբակե կտորները, որոնք շատ ավելի մատչելի են այստեղ, 80 սանտիմ սրան եմ տվել, 2 քանիս էլ այս տուփին եմ տվել։
մոտիկից էլ նայենք, տեսնենք, ահա, շատ հարմար չափեր են, փոքր բաներ տեղափոխելու համար, ճամփորդելիս հատկապես շատ հարմար է, սա էլ այսօրվա իմ գնումը, եւ վերջում տեսանյութս ուզում եմ ավարտել լավ նորություններով, ուրեմն Ֆրանսիայում վերջապես սահմանադրական դատանը հաստատել է, որ եթե մարդը արձակուրդի մեջ է ու նա հիվանդանում է հիվանդության փաստաթուղթ է ձեռք բերում բժշկի կողմից, ուրեմն նրա արձակուրդը երկարում է։ Տեղեկացված եղեք, եթե նման բան ստացվի, ուրեմն շատ լավ է, որ ձեր արձակուրդի հաշվին չի լինի։ Մինչև վերջին ժամանակները այդպես չէ ու զարմանում եմ, որքան գիտեմ Հայաստանում այդպես է եղել։ Եթե տեղյակ եք, կարող եք ասել, ես ինչքան գիտեմ բոլեկցիաները իրենք չէին հաշվում արձակուրդի մեջ, արձակուրդի օրերը չէր պակասում։ Եվ երկրորդ նորությունը ասեմ, որ Ֆրանսիայում 3 հաստատեցին վերջապես, որ թոշակի կարող էին գնալ, այ միանգամից քամիություն բացածավ 62 տարեկան լրացած 9 ամիս անցած մարդիկ կարող են արդեն դիմել թոշակի համար, քանի որ մինչև հիմա բարձր էր որոշված 64 եւ ավելի եւ այս նոր վարչապետը այդպիսի որոշում է կայացրել եւ արդեն հաստատվել է, այնպես որ երկու լավ նորությունով ավարտում եմ տեսանյութը։ Ահա, այս էլ էս ջահելները գնացին, ես հիմա 5 քաղաքում եմ, գնում եմ ուրեմն իմ փոքրիկներից մեկին, որ ես ժամանակին պահել էի, հիմա մեծ տղա է, նրա համերգին կոնսերվատորիայում պիտի նվագեն, մի խոսքով գնում եմ այդտեղ մասնակցելու։ Առայժմ կհանդիպենք, եթե հարմար պահեր լինի, կնկարեմ, եթե սիրում եք, բայց կարճ, կարող է ավելացնեմ տեսանյութին, չգիտեմ։ Մի խոսքով այս պահի համար այսքան է, համոզված չեմ մենք կհանդիպենք համերգից հետո թե ոչ, ես լավ օր եմ մաղթում բոլորից, տեսություն բոլորիդ, առողջ եղեք, լավ մնացեք ինձ հետ, կհանդիպենք պաչիկներս բոլորիդ սիրելիներս, առայժմ